Ողջույն բոլորին, հույս ունեմ ժամը հարմար է և որոշ չափով հանգստացել եք, բոլոր գործերն արել եք, կկարողանանք միասին քննարկում կազմակերպել։ Շնորհակալ կլինեմ, եթե տեսանյութը ուղիղ եթերը տարածեք։ Բնականաբար խոսքը վերաբերելու է նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրողություններին, բայց այնպես չեմ խոսելու վայ այդ տականքները, վայ դրանք նրանք, իհարկե ետել եմ խոսելու, բայց առաջնահերթ ուզում եմ փաստեր համադրենք, ես հույս ունեմ, որ ձայնը նորմալ է, խնդրում եմ գրեք, եթե խնդիր կա ձայնի, որ կարգավորենք էլի, անիմաստ այսպես օդում չխոսեմ։ Սիրելի ընկերներ, նորմալ է, շատ շնորհակալ եմ, Գևորգ ջան։ Սիրելի ընկերներ, բոլորիդ ուզում եմ տեղեկացնել, որ մեր հայ առաքելական եկեղեցին եւ իր սպասավորներն ունեն մեր օգնության կարիքը, նրանք ուզում են լինել լսելի, նրանք շատ խոսել այդպես չեն կարող, ոչ թե որովհետեւ իրենց արգելում են, այլ որովհետեւ իրենց ծառայության բնույթն է այդպիսին, ու այսպես մնացածի նման Նիկոլի նման ճղճղան ձայնով ու անշնորհք ու այլանդակ բառերով խոսել չեն կարող, ինձ նման այսպես ազատ ուրեմն քննադատական տեքստերով խոսել չեն կարող, փաստեր ներկայացնել նույնպես շատ հաճախ չեն կարող, որովհետև Աստված իրենց մի քիչ իրենց ամեն դեպքում գործը իրենց կաղապարների մեջ է դնում, բայց մի հանգամանք եմ ուզում հիշատակել, երբ որ տեղի ունեցավ պատարագ Հովանավանքում, այսպես կոչված պատարագ, այնտեղ մի հատ ձյաձ կա, այդ ձյաձ չոքել էր, թե ինչ էր արել Նիկոլի դիմաց ու ասել էր, որ առաջին տեղում պետությունն է, երկրորդ տեղում եկեղեցի։ Ուրեմն այդ ձյաձ, ով չի հասկացել այդպես էլ իր կյանքի իմաստը, ես ուզում եմ տեղեկացնել, որ երբ որ մենք հայերս որպես ազգ տարիներ, ինչու հարյուրամյակներ շարունակ չենք ունեցել պետություն, մեզ հայ ազգ, հայ ամբողջականություն պահել է մեր եկեղեցին եւ որպես հայ նաեւ Սփյուռքում, մարդիկ հայերը հավաքվում են հայ առաքելական եկեղեցու շուրջ, իրենք պետության շուրջ չեն հավաքվում, այնտեղ Սփյուռքում չկա հայկական պետություն, պետականություն, այո, իրենք Հայաստան աշխարհն են, Հայաստանը, մեր Արարատը, որ այդպես սիրուն ձևով, ավելի ճիշտ ճակերտավոր սիրուն հանում եք ամեն տեղից, մեր Արարատն են ճանաչում որպես Հայաստանի սիմվոլ, բայց որպես հայ իրենց պահում է, իրենց հայկականությունը պահում է հայ առաքելական եկեղեցին։ Իրենք ամեն կիրակի գնում են եկեղեցի պատարագի, ձյաձ, այլ ոչ թե գալիս են թռնում են Հայաստան, վայ պետականություն։ Այո, պետականությունը անչափ կարևոր բան է, բայց արամ ձյաձ։ Ես քեզ հարց տամ, այդ պետականության հերնով անիծում այսօր։ Իհարկե քո Նիկոլն է անիծում, ում դեմը կզել ու չոքել ես։
Այս բառերը իրենք հայկական բառեր են, հայերեն բառեր են, մաքուր, ես էլ մաքուր հայերեն եմ խոսում։ Ու այստեղ մի քանի հանգամանքի վրա եմ ուշադրություն ուզում դարձնել, սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ համեմատական տանենք 2018 թվականի իրողությունների եւ այսօրվա իրողությունների միջև։ Բոլորը գիտեն, հիմա այն Արամ Սարգսյան կոչվողը կուզի ինձ դատի կտա, կուզի չի տա, եթե այդքան ես իրան պետքա թու դատի տա, բայց իմ խորին համոզմամբ սա հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի գործակալ, շպիոն, իմ խորին համոզմունքն է դա, որևէ մեկը ինձ հակառակում ապացուցել չի կարող, փաստել չեն ունենա, բերեն մտցնեն աչքս, ասեն տես, գործակալ չի, մաքուր հայ է, հայերին է սիրում է։ Ուրեմն դրան Ազգային ժողովը Հայաստանի խորհրդարանը 2018 թվականի մարտի 2-ին ընտրել է Հայաստանի նախագահ։ Այստեղ իհարկե լիքը հարցեր են առաջանում Սերժ Սարգսյանի ու իր թիմակիցներին, բայց այսօրվա դրությամբ ես փաստում եմ, դուք գիտեք իմ անցած ճանապարհը, իմ կռվի ճանապարհը, պայքարի ճանապարհը։ Ես փաստում եմ, որ այսքանի մեջից ամենատղան Աշոտյանն է, որ կանգնում է, ինչը կա, ասում է։ Չեմ լսում իհարկե Արմեն Աշոտյան, դրվագներ եմ իհարկե հետևում։ Ես ժամանակ չունեմ, թե չէ, անկեղծ կլսեի մեծ սիրով։ Անգամ այդքան զզվում եմ Նիկոլի ձենից, բայց դեպքեր լինում է իրան եմ լսում։ Այստեղ սիրել չսիրելու հարց չի, ժամանակ չունենալու հարցն է, բայց այդքանի մեջից ճիշտ է Արմեն Աշոտյանը պիտի պատասխանի, թե ինչու ընտրեցին, բերեցին այս անգլիացի շպիոն, Անգլիայի շպիոնին, բայց այսօրվա դրությամբ իրան տղու նման է պահում։ Լիքը հարցեր կան Աշոտյան Արմենին, իրան թողում ենք մի կողմ։ Ուրեմն, տեսեք ուշադիր, մարտի 2-ին սրան բերեցին, նշանակեցին մեզ նախագահ, մարտի 3-ին մի օր հետո Նիկոլը սկսեց քայլել Գյումրիից։ Պատկերացրեցինք։ Հիմա ուրեմն դեկտեմբերի 5-ին, այս թվականի, մի քանի օր առաջ, 2 օր առաջ, դեկտեմբերի 5-ին Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական պաշտպանության բաժինը։ Այսինքն իմ խորին համոզմամբ հերթական Անգլիայի շպիոնին բերում են, կողում են Հայաստան, ստե ես իմ ինչա բացում, դեկտեմբերի 7-ին Փաշինյան Նիկոլը նորից գնում է Գյումրի։ Հիմա այս հարցը, այս համեմատությունը մեզ ոչ ման չի հուշում։ Հիշում ենք, չէ՞, որ Արմեն Սարգսյանը ըստ տարածվող, պտտվող բազմաթիվ լուրերի թույլ չէր տալիս, որ մենք խփենք թշնամու, ուրեմն այդ բենզաբակերին ու չգիտեմ ինչերի նավթամուղներին անգլիական։ Հիմա մենք հասկանում ենք, կարանք ենթադրենք, որ Փաշինյան Նիկոլի բոլոր քայլերը կառավարվում են Անգլիայի կողմից, կառավարվում են իր պապա Վատիկանի կողմից։ Հիմա անցնենք Վատիկանին, այսինքն հասկանում ենք, չէ, որ 1-2 օրվա տարբերությամբ Անգլիան ոտը դնում է Հայաստան, Փաշինյան Նիկոլը հայտնվում է Գյումրիում։ Խիտ Գյումրիում, չեմ կարող կոնկրետ ասեմ, գուցե ուրեմն Թուրքիայի հետ սահմանակից է դրա համար Շիրակը, գուցե ինչ-որ ռիտուալ են անում, չեմ կարող ես ասեմ, թե ինչի։ Բայց կոնկրետ, որ տեսնում ենք այս լուրջ համընկնումը կլոունների, մենք չենք կարող դրա վրա աչք փակել։ Եվ գիտեք ոնց է, ուզում եմ մի հատ պարզ բան հարցնեմ Նիկոլին հավատացողներին, Նիկոլի թիմակիցներին, որոնց մեջ լիքը նորմալ մարդ կա, ես ձեզ անկեղծ եմ ասում, կան նաև անասուններ, ու այդ նորմալ ԿՊ-ական, թե նիկոլական կնեն, թե Նիկոլին վսյոտիկի հավատացողներ, թե ժամանակից, որ հավատացեն, հիմա չեն ուզում պրիզնատ գան, որ սխալվել են, թե հիմա պաշտոն է ստացել, այդ պաշտոնի խաթրը Նիկոլին հավատում, պաշտում, սիրում, երկրպագում, չգիտեմ, էական չի, դրդապատճառն էական չի, լսեք, համա երկրացիներ, ձեր շարքերում ենքան անասուն կան, բացատրում, անասուն նշանակում է խոսել չկարողացող, ուրեմն եթե նույն Քոչարյանի, Սերժի, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կային ծեծող, ջարդող, փշրող բրիգադներ, այդ անասունները մի մասը մնացել է,
մի մասը հավաքվել է, եկել է մտել է ՔՊ-ի դոշակի տակ։ Դոշակի տակ, որ ՔՊ-ն վրան պարկի, իրանք այդ ծառայությունից մեծ բավարարվածություն ստանան։ Հասկանում եք, այդ ձեր մեջ այդ անասունները, որ պատրաստ են մարդ ծեծեն, մարդ սպանեն, մարդ խոշտանգեն, քահանաների վրա հարձակվեն, կանանց վրա հարձակվեն, լրագրողների վրա հարձակվեն, այդ անասունները քոչել են A կետից B կետ, A դոշակից B դոշակ, ու իրենք հաջորդ պահին քոչելու են C դոշակ։ Իրենք ձեզ համար հիմք չեն, ու իրենք սաղ են մնալու, սալամատ են մնալու, իրենց ոչ մի խնդիր չի լինելու իրանց հետ, իսկ դուք փուռն եք գնալու։ Փաշինյան Նիկոլը այն կերպարն է, որ ինքը թքած ունի ձեզ սաղիդ վրա։ Ես ոնց տեսնում եմ, ճիշտն ասած, ինքը թքած ունի նաև իր ընտանիքի անդամների վրա։ Ոնց կարամ իր սիրուհի Աննա Հակոբյանը եւ իր աղջիկերքը իմ անձնական գնահատման պորնոգրաֆիկ նկարներ տարածեն համացանցում, կամ կարող է այդ պորնոգրաֆիկ չկարա պորնոն մի քիչ ավելի տկլոր պետք լինեն։ Սրանք կիսատկլոր են, հա, գուցե ինչ որ ստրիպտիզոր շաներն են այդ շորեր հագնում։ Տենց ես պատկերացնում եմ, էլի իրանց, կարող է իրական ստրիպտիզոր շաները երկար յուբկեքով ու սենց բալախոններով ու շարֆերով փաթաթված են, չգիտեմ։ Իմ պատկերացմամբ ստրիպտիզոր շաներն ու պորնիկները տենց են հագնվում։ Հիմա ինչ էլ որ լինի, ամեն դեպքում մեջքը բդերն ու կողերը բացած, նկարներ են գցում համացանց, հա, որևէ մեկը առ այսօր այդ նկարների իսկությունը չի հերքել, համացանցում տեղադրված են։ Հիմա ոնց կարան նախ մի մարդ ունենա սիրուհի, այդ սիրուհուց ապորինի երեխեք ունենա ու ինքը խոսի բարեպաշտությունից, աստվածավախությունից ու Աստծուց։ Այս մեկ։ Երկրորդը, ոնց կարան մի մարդու սիրուհին ու աղջիկերքը, հա, իր ազգանունը ամեն դեպքում կրող, ինքը հայրություն է ճանաչել, հագնվել իմ պատկերացմամբ պորնո ժանրում կամ ստրիպտիզի ժանրում, ու այդ մարդը բան չասի դրանց, այդքան չկա որ բան ասի, բայց գա կանգնի ու խոսի աստվածապաշտությունից ու եկեղեցու դուր ջարդել տա, եկեղեցի ուրեմն ներխուժել տա։ Այս ներխուժելու մոմենտով մի հատ, հա, ու այդ ԿՊ-ականներին եմ էլի հարցնում, ասում ոնց կարաք դուք այդքանից հետո հավատաք, որ Փաշինյան Նիկոլը անկեղծ աստվածապաշտ է դառել։ Այն որ քֆուր քյաֆար գրում են, դե ամեն մեկս էլ կարանք, հատկապես մեքենա քշելուց կարանք մի բան փստացնենք։ Բան չասենք։ Իր արածը որպես պաշտոնյա անթույլատրելի է, որտեղ մեքենա քշելուց ես պաշտոնյա չեմ, ներողություն։ Ես բժիշկ եմ, ով իր բժշկական գործունեությունը իրականացնես կատարյալ էթիկայի սահմաններում է։ Կատարյալ մեկը չի կարող գա ինձ ասի, աչքիդ վերևը ունք կա, դու այս ինչ բանը սխալ ես անում քո մասնագիտական գործունեության ժամանակ։ Բայց պարոն, չգիտեմ, Աննայի սիրած, քո գործունեությունը պետություն կառավարելն է։ Դու նախ իրավունք չունես եկեղեցու գործերին խառնվելու, բայց ենթադրենք, թե այդ մի բանն էլ ես ջնջել, հա, որ սահմանության վրա կեղտոտեցիր, թքեցիր, սաղ, ինչքան ուժային կա, սաղ վրա թքեցիր, միզեցիր եւ այլն, տարան, կերան, վայելեցին, այդ հասկացանք, բայց դու էթիկայի կանոնները բացարձակապես խախտում ես ու քո էթիկայի հանձնաժողովը, ես չգիտեմ ինչով է զբաղված, որ կամ կարող է չունեք էթիկայի հանձնաժողով, հա, որ քո նմանին շլինքից չի քաշում, չի ասում, մի հատ արի այստեղ տենամետիչ բառեր ես օգտագործում։ Հիմա, կարանք իմիջայլոց մենք ես խոսափող տրամադրենք, հիմա շատերը Վարդան Ղուկասյանին կարոտում են իր լեքսիկոն եւ այլն, դու այն ինչ-որ սահմանափակ, հա, Patreon-ի ալի կբացեն քո համար, կարաս այնտեղ ինքնարտահայտվես, եթե շատ ես ուզում։ Կան էլի նմանատիպ, ես արդեն որպես բժիշկ եմ ասում, հարգելի հայրենակիցներ, կան նմանատիպ հիվանդություններ, երբ կոչվում է կոպրոլալիա, այսինքն կոպրոս կեղտ է նշանակում, կղանք, կներեք բարձ համար քակ։ Կոպրոլալիա, երբ որ կեղտոտ, քակոտ բառեր ասում մարդ։ Այդպիսի հոգեկան հիվանդություն կա։ Հիմա տվյալ մարդը ես կարող եմ ենթադրել, հա, ես հիշում եք փող էի հավաքում, որ դրան ուղարկեն Գերմանիա, հասկանանք հոգեկան խնդիր ունի թե չէ, ոչ մեկը չմիացակ, մի քանի հոգի։
Հիմա ջարմեն դուք պետք է քաշեք։ Հիմա իմ ենթադրությամբ, այս մարդը կարա ունենա կոպրոլալիա ու իրան դրա համար ոչ թե պետքա ծեծել, այլ մի հատ պետքա գլուխը յամեր անել, հասկանան քո մեջ ուռուցք չկա, եւ երկրորդ հերթին պետքա տանել բուժել համապատասխան բաժանմունքներում։ Բայց էս էլ ենք դնում մի կողմ, որովհետեւ դա իր անձնական խնդիրն է, որ դարձել է մեր անձնական խնդիրը։ Բայց հիմա դե հիվանդը պետություն ղեկավարելու իրավունք չունի, բայց դե հիվանդը մնում է հիվանդ։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր է առաջ գալիս։ Բոլորս տեսան, ոնց է ԱԾ-ի կամ ՑՑՑ-ի ղեկավարը 3 գիշերվանից 7 վերքի մոտ ավտոյի մեջ բան անում, այսպես ասած ծառայություն մատուցում։ Սիրելի հայրենակիցներ, դուք հասկանում եք, որ ձեր ազգային անվտանգությունը գոյություն չունի։ Դուք հասկանում եք, որ ձեր ազգային անվտանգության ծառայությունը զավթված է հակահայկական ուժերի կողմից։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, որ սոցփաթեթից եք օգտվում, առողջապահության ապահովագրությունից եք օգտվում, գնում եք հանգստանում եք պետբյուջեի հաշվին ու աշխատավարձ ու պարգևավճարներից եք։ Դուք հասկանում եք, թե դուք ում եք ծառայում։ Դուք հասկանում եք, թե դուք ինչ ուժի դեմ եք դուրս եկել։ Դուք հասկանում եք, թե դուք ինչ անեծքի տակ եք ընկել։ Մեկն է անիծողներից մեկն էլ ես եմ։ Աստծո անեծքը ձեր գլխին, ձեր ընտանիքների գլխին։ Օր ու արև չտեսնեք։ Ուրախոր ձեր երեխեքը չտեսնեն, որովհետև դուք մեզ տանում եք ցեղասպանության։ Դուք մեզ տանում եք ձեր հանցավոր գործունեությամբ, այս էլ հոանգործություն չի, ձեր հանցավոր գործունեությամբ հայ ժողովրդին, այս տարածքում այսօր ապրող տանում եք ցեղասպանության։ Ու դուք դա չպիտի վայելեք, ու դուք դա չեք վայելելու, որովհետև իմ նման պայքարող մարդը գոնե թե գիտի ինչից վախենա ու ինչից պաշտպանվի։ Իսկ ձեր նման ստրուկը չի էլ հասկանում, թե ինքը ինչ քաքա ուտում, վայ կներեք, ինչ կոպրոսա ուտում։ Հասկանում եք։ Ու այս ամենը մեզ տանում է ոչ միայն դեպի կրոնափոխություն, այս ամենը մեզ տանում է նոր ցեղասպանության։ Հիմա եւս մի բան եմ ուզում ձեզ ներկայացնել։ Հիշում եք, չէ՞, որ Հակոբյան Աննան գնացել էր Վատիկան 2 անգամ Հռոմի պապից ինչ որ օրհնություն էր ստացել աշխարհով 1 երեխան։ Հիշում եք, չէ՞, որ գրեթե 1-1.5 ամիս առաջ Մեհրիբան Ալիևան, ես այդ մասին խոսել եմ, գնացել էր Վատիկան, քրիստոնեական, ուրեմն կառույցի բացմանն էր մասնակցել ու ուրախացել էր, որ ստանում է ուրեմն Հռոմի պապի օրհնությունը։ Այս թվականի նոյեմբերի 27-ին Լև 14-րդը այցելել է ինքը Հռոմի նոր պապն է, այցելել է Թուրքիա եւ Լիբանան։ Այնտեղ գնացել է, հանդիպում է ունեցել իսլամական աշխարհի առաջնորդների հետ։ Որևէ մեկը հիշում է, որ ես ասում էի, որ բերում են նոր կրոն, որը կոչվում է քրիսլամ։ Որևէ մեկը հիշում է, որ դրա նպատակը իբր պիտի այն լիներ, որ կրոնական հողի վրա պայթյուններ, պատերազմներ, սպանություններ չլինեն։ Իսկ այդ հիշողներից կամ այդ ամենը նոր իմացողներից որևէ մեկը բանանում հավատում է, որ պատերազմ չի լինելու այդ ամենից հետո։ Որևէ մեկը կասկած ունի, որ լինելու է արյունահեղություն հենց իմенно այդ փոփոխության ֆոնի վրա, ինչ որ մի մուսուլման պետք է ընդունի հուդայականություն կամ քրիստոնեություն։ Դուք ծաղրում եք։ Որևէ մեկը կասկած ունի, որ սրա տակ մեր ցեղասպանությունն է։ Ինչ որ մեկը կասկածում է, որ ցեղասպանության հուշահամալիրը քանդում են, որպեսզի մոռացնեն ու ապագայի սերունդներին հիմք չլինի ցեղասպանություն հիշելու, կասկած ունենք։ Իսկ հիմա հարց քաղաքական գործիչներին, քաղաքականություն խաղացողներին։ Գիտեք, ուղղակի այնքան լավ ընկերներ ունեմ տարբեր քաղաքական ուրեմն թևերից, բնականաբար հականիկոլական։ Օրինակ դաշնակները, հա, այդքան ապրիլի 24-ին ու 23-ի գիշերը ջահերով երթ եք անում, սիրելի դաշնակ երիտասարդներ։ Քանի հազար հոգի եք դուք։
Այսօրվա դրությամբ դուք հրաման պիտի ստանաք ձեր ղեկավարությունից, որ գնաք կանգնեք հայ առաքելական եկեղեցու կողքին։ Պարոնայք եւ տիկնայք ցույց անողներ, այսօրվա դրությամբ դուք ձեր ինքնությունը, ձեր երեխեքի ապագան պաշտպանելու համար հրաման պիտի ստանաք, որ դուրս գաք հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնեք։ Ես ուզում եմ հասկանալ, եթե պիտի հրաման ստանաք, լավ, օքեյ, բայց ձեր ղեկավարությունը, որ տենց ընդդիմություն է խաղում, այդ հրամանը ինչու չի արձակում։ Եթե դուք ինքնուրույն ուղեղ չունեք, որ մտածեք, որ պետք է եկեղեցին պաշտպանել, որտեվ դա մարդ չի, եկեղեցին մենք ենք, մենք ինքներս եթե մեզ չպաշտպանենք, այնա գանդում է, այնա ավիրում է, այնա բռնաբարում է, ինչ ուզում անում է։ Եկեք նորից գնանք 18 թվական, հիշում եք 7-8 հոգի 10 հոգով էին դուրս եկել քայլերթ էին անում, տեսակ ոնց կազմակերպված բերեցին աղանդավորներին ու դրսի շպիոններին լցրեցին հրապարակ, ինչ որ մեկը կասկածում է, որ այս անգամ էլ նույն բանն է լինելու, չտեսակ աղանդավոր կյանքի խոսքի չգիտեմ Արթուր Եսիմինչյանը, կանգնած հայ առաքելական եկեղեցու պատերի ներսում։ Եվ ի վերջո, Փաշինյան Նիկոլ, քեզ այստեղ նշել են, եւ ճիշտ է, որ դու ինձ նայես, մի հատ բան ասեմ, էլի, կճոյան, գնացել ես, մի սենց գրկախառնվում ես, մի սենց ուսդ ուսին, թուշը թուշին, ծիծիկը ծիծիկին, դու չէիր Կճոյանին ասում Բենթլի, դու չէիր ինչքան մեղք կա աշխարհում Կճոյանին մեղադրում կամ որևէ մեկը, ես նայում եմ այդ մարդու երեսին արյան հոտ եմ առնում, սաղոր արյան հոտը ես գիտեմ ինչ ձև, այդ մարդու երեսից այդ արյան հոտն է գալիս, նկարից, չգիտեմ կարող է իր կյանքում շատ մի սուրբ է, չակերտավոր, բայց եթե հիմա դուք քպայականներ, ձեզ հարց եմ տալի, եթե Կճոյանը ձեր սրտի տիրակալ Նիկոլի ասելով տականք է, ունի չէ լիքը ելույթներ, եթե իր ասելով Բենթլին, չգիտես ում հաշվին, ինչի հաշվին է առել, եթե այնտեղ չգիտեմ, միտեղ չեմ հիշում, երբեր կարդացի մանկապիղծ է, չեմ էլ հիշում, որտեղ էր երբեր, ինչ որ այա, լիքը ինչ ասեց ձեր Կճոյանի մասին, ասում են, այդ ոնց է լինում, որ գնում եք, դուք իրան լսում եք, եթե դուք պորնոգրաֆիկ նկարներ եք տարածում, ստրիպտիզորշաների նկարներ են ձեր ընտանիքի անդամները տարածում, ու դուք գնում եք ձեր կողմից պղծված մեկի կողմից պատարակ եք լսում, ինձ համար նորմալ է, որ իմ վեհապարները երեխա ունենա, ինձ համար նորմալ է, հալալ է, եթե տենց բան կա, քիչ է մեկը, պետք է օրինակ ծառայի, թե չէ բերել մտցրել են child free, որ ազգը ոչնչանա, թուրքեր, Արսեն Թորոսյան չէր մի երկու օր առաջ կանգնեց, ասեց, մենք պետք է բան անենք, ված չնայենք, որ գան Հայաստան լցվեն օտար ազգիներ, վայ Հարսեն, լավ էլի, այդ ինչ մեծահոգի ես դու, մեծահոգի, փորձարկման նյութ չունես ազիս, բասա, բա բերենք, այնտեղ ամայի հողեր ունենք, բաներ սարքենք, պալատկեք, բերենք այդ քո սիրելիներին ապրասնենք, այնեղ վրեքները փորձանես, ինչ վատոսվենցիում կլնի, որ դու ու քո գերիները, ձեռեք առնում դուք, ու եթե դուք այդքանից հետո քպեականներ, այդ ամենչին հավատում եք, վստահում եք, սիրում, հարգում, ընդունում ու ենթարկվում եք, ես գիտեմ իմ խոսքի զորությունը, ես ձեզ հիմա ասում եմ, առաջին զոհը դուք եք կլնելու, չմտածեք, որ են Հովիկ Աղազարյանից լավն եք, չմտածեք, որ Նարեկ Զեյնալյանից լավն եք, էլում հանին, են բանից արին, ու այսպես լիքը մարդկանցից լավն եք, չմտածեք, թե դուք հիմա ուտելու եք խմեք Լիլիթ Մակունցի նման, կամ Լենան Ազարյանի նման, հետո ձեր հետևից չեն գալու, պահանջ չեն ներկայացնելու ձեզ, ձեր անունները գրված է, կեղտագույն տառերով, պատմության էջերի մեջ,
ու դուք պատասխան եք տալու ձեր արածների համար։ Չարած չունեք դուք։ Դուք ունեք արած հանցագործություններ ու առաջին զոհը դուք եք ըննելու, որովհետև գնալու եք մի օր միտեղ այտենց պատարագի կամ չգիտեմ ինչա, Ալեն Սիմոնյան խելքդ գլուխը թավաքի։ Ինչ է նշանակում հաջորդը գնալու ենք բան, այդ աղձեականների ворի հետևը պահկվել ես։ Վայ կներեք, ես կուլտուրական կնիկ եմ։ Դու դուզիկի հետևը պահկվել ես։ Քեզ ուժեղ տղա ես զգում։ Կստացի, այդ ինչ կոշիկներ եք, տենց ֆիրմա եք բացե ինչ է կար իրար նվեր եք տալիս, այդ ինչ սպիտակ տակացուներով կոշիկները աղանդեք հիմա էլ հիմնել սպիտակ տակացուների։ Գիտեք, դուք այդ ուժը չունեք, դուք այդ բանը չունեք, ես միջայլոց ասեմ, Սիմոնյան Ալեն, միակ մարդն ես, ում որոշ չափով շնորհակալ եմ, նավականու ծեծուջարդի ժամանակ ինձ պաշտպանելու համար։ Ես արածները չեմ մոռանում, ինչպես լավ, այնպես էլ վատ։ Բայց իմ պետության, երկրի ու եկեղեցու դեմ շատ սխալ ես քեզ պահում։ Եթե դու վեհապարին ինչ բաներում մեղադրում ես, բայց գնում ես Կճոյանի դու ձեռը պաչում ես, հա, փափուկ ձեռը, թմլիկ, դու էլ ով դառար։ Մաչո, մի քիչ ուրիշ ձև կարդացած, մի արա տենց բան։ Ես մի քանի բան գիտեմ, դու ինչով ես զբաղվում, Նիկոլեական ջխուլ։ Լավ բաներ ես անում, բայց չի կարելի պղծվել։ Ես հասկանում եմ դու ինչ ընտանիքից ես դուրս գալի, որ մերդ սաղին կարա բաց այդ քֆուր մֆուր տա։ Բան չասեցի, տենց ես դաստիարակվել հիմա, այդ կյանք դաժան կյանք ես ապրել, բան չասեցի։ Բայց չհամարձակվես գնալ իմ պետության, իմ երկրի ու իմ եկեղեցու դեմ, որովհետև արածներիդ վրա խաչ կքաշեն ու վատ բաներ կդնեն։ Ես չեմ անի, ես ինչ, ես մաքուր ձեռքերով բժիշկ եմ, ես մենակ մարդու կյանք եմ փորձում փրկել։ Ես մարդկանց վատություն չեմ անում։ Այսքանը, սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, հույս ունեի, որ բոլորիդ անհանգստացրեցի, ու նորից այդ ընդդիմություն խաղացողներին արդեն ֆուկանելու ժամանակն է, չկա քաղաքականություն, կա պարապոլիտիկա, հարկ քաղաքականություն, ինչը նշանակում է, որ բերում են պաշտոնների նշանակում են մարդկանց, ովքեր ոչ մի պատասխանատվության զգացում չունեն եւ պատասխանատվություն չեն կրում իրանց արածների համար։ Այսինքն քաղաքականություն չկա, այն որ դուք ինձ հարցնում եք, ասում եք, բա որ թիմից ես, ես կոմենկում, ես իմ թիմից եմ։ Ես իմ ազգի թիմից եմ, որովհետեւ ես գիտեմ, որ իմ երկիրը պաշտպանելու համար ես պիտի տիրապետեմ զենքին, զինամթերքին, այդ ամեն ինչը օգտագործելու արվեստին, պիտի տիրապետեմ բուժօգնությանը ու մեկ էլ իրազեկեմ որքան հնարավոր է շատ մարդկանց։ Եվ եթե նույն Նիկոլա Պաշտների շրջանում մեկը կլինի, որ ուղիղ անջատած տեղից կմիացնի, ես ուրախ կլինեմ, որ մի մարդու ավել օգուտ եմ տվել։ Իսկ մնացածը թող դառնան սատանայի բաժին։